Էրդողանն ու Ալիևը հնարավոր է Ստամբուլում ստիպեն Փաշինյանին ընդունել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջը։ Թուրքիան եւ Ադրբեջանը կարծում են, որ քանի որ հիմա Իրանը զբաղված է Իսրայելով, հարմար պահն է օգտվելու այս իրավիճակից եւ հարձակվելու Հայաստանի վրա։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդյանը Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում խոսելով Ստամբուլում ընթացող բանակցությունների մասին։ Մինչ միջազգային առաջատար լրատվամիջոցները, այդ թվում BBC-ն եւ Reuters-ը, Associated Press-ը եւ France 24-ը Հայաստանում էլ հայ վերլուծաբաններն ու մեկնաբանները տարբեր ենթադրություններ են անում, ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը մեկնել Թուրքիա եւ ինչ են քննարկելու Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը այսօր հունիսի 20-ին Ստամբուլում նախատեսված բանակցությունների ընթացքում, որի օրակարգը Փաշինյանի վարչակազմը մինչև վերջին պահը գաղտնի է պահում, Փաշինյանի կողմնակիցներն էլ այցը համարում են պատմական, մյուսներն էլ այն հիմնականում կապում են ստանդարտ հարցերի, ասենք հայ-թուրքական կարգավորման գործընթացի կամ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ, Իրանում լրջորեն մտահոգված են այս հանդիպման կապակցությամբ եւ ավելի խորքային վտանգներ են տեսնում առաջին հերթին Հայաստանի համար, նկատի ունենալով այն փաստը, որ այս պահին Թուրքիայում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանը լուրջ վտանգներ է տեսնում Ստամբուլում Էրդողանի, Փաշինյանի եւ Ալիևի հնարավոր պայմանավորվածություններից։ Հիմնական վտանգն այն է, որ Բաքուն պատրաստվում է զորավարժություններ սկսել Հայաստանի սահմանների մոտ եւ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետը, այսօր մեկնել է Թուրքիա եւ Ալիևը նույնպես Թուրքիայում է եւ մենք չգիտենք ինչ են նրանք պայմանավորվելու։ Հնարավոր է եռակողմ հանդիպում լինի Էրդողանի, Փաշինյանի եւ Ալիևի միջեւ եւ հնարավոր է Բաքուն եւ Թուրքիան ցանկանում են ստիպել նրան ընդունել Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջը։ Միգուցե նրանք կարծում են, որ քանի որ մենք հիմա զբաղված ենք Իսրայելով, հարմար պահն է օգտվելու այս իրավիճակից եւ հարձակվելու Հայաստանի վրա։ Ես իսկապես անհանգստացած եմ։ Իրանը պատրաստ է միջամտել, բայց դրա համար նախ պետք է ստանա Հայաստանի կառավարության թույլտվությունը մտնելու Հայաստանի տարածք եւ կռվելու Բաքվի եւ Թուրքիայի դեմ։ Կարծում եմ Բաքուն եւ Թուրքիան ցանկանում են պատերազմ սկսել մոտ ապագայում Սյունիքը գրավելու նպատակով, նշեց իրանցի փորձագետը։ Այս իրավիճակում Էհսան Մովահեդյանը իմաստության կոչ է անում Հայաստանի կառավարությանը, խորհուրդ տալով դիմել Իրանի ռազմական օգնությանը։ Հնարավոր է նրանք նոր պատերազմ սկսեն Հայաստանի դեմ Սյունիքի վրա հարձակվելու եւ Զանգեզուրի միջանցքը բացելու նպատակով։ Ուստի ձեր կառավարությունը պետք է իմաստուն լինի, ճիշտ գնահատի իրավիճակը եւ ռազմական օգնություն խնդրի Իրանից կանխելու Բաքվի եւ Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ, նշեց Էհսան Մովահեդյանը։ Իրանցի փորձագետը շեշտեց, որ չնայած պատերազմի մեջ գտնվելու հանգամանքին, Իրանն ունի բավարար ռազմական ներուժ, անհրաժեշտության դեպքում միջամտելու նաև այս ճակատում, սակայն Իրանը դա չի կարող անել առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության։ Այս համատեքստում Մովահեդյանը նաև անդրադարձավ Իրանի դեմ Ադրբեջանի թշնամական գործողություններին, նշելով, որ Ադրբեջանն իսկապես թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր տարածքն ու օդանավակայանները Իրանի տարածքը կործանիչներով եւ անօդաչուներով ռմբակոծելու համար։ Էհսան Մովահեդյանի խոսքով Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Թավրիզ քաղաքը Թեհրանից հետո ամենաշատ ռմբակոծված իրանական քաղաքն է եւ այդ ռմբակոծություններն իրականացվում են հենց Ադրբեջանի տարածքից։ Նրանք փորձում են ոչնչացնել մեր ռազմական ենթակառուցվածքները Թավրիզում, որպեսզի Իրանը չկարողանա արագ եւ ժամանակին արձագանքել Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիային, նշեց Էհսան Մովահեդյանը։ Եզրակացությունն իրանցի փորձագետի խոսքերից ընդամենը մեկն է։ Իրանի դեմ սկսված պատերազմն ունի երկու կողմ, որի մի կողմում Իսրայելը, Ադրբեջանը եւ Թուրքիան են, մյուս կողմում Իրանը եւ Հայաստանը։ Համենայն դեպս այսպիսին է շահերի ու վտանգների իրական վերլուծությունը։ Ես չգիտեմ Փաշինյանը կընդունի այդ պահանջները թե ոչ։ Գուցե Էրդողանն ու Ալիևը փորձեն ճնշում գործադրել նրա վրա, բայց գիտեք, հիմա միայն Իրանը չէ, որ բարդկացության մեջ է։ Խնդիրն այն է, որ Էրդողանը ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է։ Նրանք ուզում են վտանգել ռուսական շահերը Հայաստանում, նրանք ուզում են կյանքի կոչել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ռուսներին Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։ Այս ամենը միայն Իրանի մասին չէ, սա իրական վտանգ է Հայաստանի ապագայի համար, քանի որ եթե կորցնեք Սյունիքի մարզը, կարծում եմ դա կլինի Հայաստանի վերջը։ Իր խոսքն այսպես եզրափակեց իրանցի փորձագետը։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24։